Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է կիրակնօրյա Փակ TV-ն, իսկ դա նշանակում է, որ դուք դիտում եք լինել թե չլինեն հեղինակային ծրագրի հերթական թողարկումը։ Իդեպ ասեմ, որ ինչպես միշտ այսօր աշխատել ենք ձեզ համար գտնել բավականին հետաքրքիր ու ինքնատիպ մի հյուրի, ում հետ ցանկացած հանդիպում, հավատացեք ինձ, միշտ շատ կարևոր է, քանի որ իր էությամբ այդ անձնավորությունը պատահական չի ընտրվել մեր ծրագրի հյուր, թե ինչու, այդ մասին քիչ հետո շատերին էլ պարզ կդառնա, իսկ թե ով է հյուրը, դիտում ենք տեսանյութը, որից հետո դուք անմիջապես կռահում եք, թե ով է լինելու մեր տաղավարում, խնդրեմ։ Ֆերդինանդ Կարապետի Ղազարյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 16-ին Վայոց ձորի մարզի Ազատեք գյուղում, գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի 7-ամյա դպրոցում, այնուհետև սովորել է Զարիթափի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան։ 1958 թվականին ավարտել է ուսումնարանը և ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Վայքի համար 1 միջնակարգ դպրոցում որպես ուսումնական մասի վարիչ։ 1965-ից 1967 թվականներին եղել է Վայքի շրջկոմի առաջին քարտուղար, միաժամանակ հեռակա կարգով ընդունվել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1967-ից 1974 թվականներին եղել է Վայքի շրջկոմի կազմակերպչական բաժնի վարիչ։ 1974 թվականին ընտրվել է Վայքի շրջկոմի քարտուղար։ 1985 թվականի դեկտեմբերից մինչև 1991 թվականը աշխատել է Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 1990 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի падգամավոր։ Եղել է կրթության, գիտության, լեզվի, մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամ, միաժամանակ դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1995 թվականից զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբ, մամուլում հրապարակելով բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ Եղել է Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից, այդ կազմակերպության խորհրդի անդամ։ 1978 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կենտկոմին առընթեր Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը։ Նաև ակտիվ հասարակական գործիչ է իր որդին Էդգար Ղազարյանը, դիվանագետ, գիտնական, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, եղել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահի որոշմամբ Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Սիրելի բարեկամներ, ես կարծում եմ հասկացաք, որ այսօր իսկապես հետաքրքիր հյուր ունենք, Էդգար Ղազարյանն է, բարեկալուստ։ Բարև ձեզ։ Մենք դիտեցինք Վայոց ձոր հեռուստաընկերության կողմից պատրաստված մի պատառիկ դեռ տասնամյակներ առաջ նկարահանված տեսաֆիլմից, ցավոք արխիվում շատ քիչ նյութեր կան, հատկապես ձեր օրը հետ կապված, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այն ինչ որ ունենք ամբողջովին ցուցադրենք, իսկ հա այդ հրաշալի ընտանիքում մեծացած նրա որդու Էդգար Ղազարյանի մասին մենք հիմա ավելի այսպես ընդլայնված ենք խոսելու եւ ասեմ որ դուք այսօր մի ծրագրի եք հյուրընկալվել,
որտեղ առաջին պլան չի մղվում քաղաքականությունը, բայց ձեր էությունը, ձեր գործունեությունը այնպես էր ակամա թե մենք պիտի իհարկե մտնենք նաև քաղաքական դաշտ, բայց ամեն անգամ երբ առիթ է լինում վերհիշել ծնողներին, հայրիկին մասնավորապես, ինչ ապրումներ եք ունեն։ Իմ հայրը ինձ համար անառարկելի հեղինակություն է եւ իր կենթանության օրոք եմ ես նաև ընդունել նրան որպես անառարկելի հեղինակություն եւ որ ինքը ակտիվ քաղաքական գործունեությամբ էր զբաղվում իր կյանքի վերջին տարիներն էր ցավոք ինքը շատ երիտասարդ հասակում մահացավ 59 տարեկանում եւ երբ որ նա պատգամավորի տեխնացու էր Գերագույն խորհրդի պատգամավոր էր մինչ այդ ես շատ մեծ ուշադրությամբ հետևում էի նրան նրա քաղաքական գործունեությանը թեկուզ ուսանող մասնակից էի եւ ես անվերապահ էի ընդունում նրան իբրև հեղինակություն, որովհետեւ նա այդ հեղինակությունը վաստակել էր ոչ միայն մեր ընտանիքում, այսինքն մեր հարազատների, բարեկամների շրջանակներում, այլև ողջ հասարակության շրջանում, որովհետեւ նա շատ սիրված գործիչ է եղել եւ մեր փոքր հայրենիքում, Վայոց ձորում, որտեղ ինչպես կենսագրությունից երևում էր տարբեր պաշտոններ է զբաղեցրել եւ հետագայում նաև ամբողջ հանրապետությունում, երբ որ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, որովհետև ինքը շատ ակտիվ պատգամավոր էր, շատ ազնիվ իր մղումներում, մշտապես, շատ բարձրաձայնում էր մեր հասարակության ամենացավոտ խնդիրները, հասարակության հուզող հարցերը եւ մեծ հասարակական հեղինակություն էր վայելում եւ դա նույնպես ազդում էր իմ վրա որպես իր զավակի պարտավորության իմաստով, այսինքն եւ երբ որ նա մահացավ, ես միշտ ապրել եմ նրա հիշատակը հավերժացնելու խորհրդով, այսինքն միշտ այդ կաշկանդվածությունը ունեցել եմ, որ ես հեղինակավոր մարդու զավակ եմ, հետեւաբար իմ որևէ վատ քայլը կարող է ստվերի իմ հոր արդեն իսկ ձևավորված բարձր հեղինակությունը, եւ ես միշտ մինչեւ հիմա այդ հեղինակությամբ կաշկանդված եմ։ Իսկ հետագայում, երբ որ ես ամուսնացա եւ զավակ ունեցա, Աստված ինձ այդ երջանկությունը պարգևեց, ես նրան անվանեցի իմ հոր անունով, եւ ես հիմա հայտնվել եմ երկու Ֆերդինանդների միջակայքում, եւ ինձ խնդիր եմ դրել, որ մի Ֆերդինանդից ստացված հարուստ ժառանգությունը, իսկ այդ հարստությունը դա նյութական չի, չնայած ես իմ հորից ինձ փոխանցված ժառանգությամբ ամեն տեսակից եմ բավարարված, բայց առավելապես դա բարոյական մեծ ժառանգություն է, հեղինակություն, պատիվ, անուն, բարի անուն, դա փոխանցել իմ որդուն, որպեսզի ինքն էլ իր պապիկի նման արժանավոր մարդ դառնա։ Դա իմ հիմիկվա առաքելությունը, այս մի Ֆերդինանդի հեղինակությունը պահելն է եւ մյուսին նրա նման Ֆերդինանդ դարձնելը։ Դե Աստված, ես մեր ունկնդիրներին պիտի ասեմ, որ չելի բարեկամներ հասարակական քաղաքական գործիչ այսօր նաև Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը իսկապես շատ հետաքրքիր ճանապարհ է անցել։ Ես ասեմ, որ բարձր պաշտոններ եք զբաղեցրել, սկսած արտակարգ լիազոր դեսպանի, մարզպետի, դե չեմ խոսում քաղաքական ոլորտում ձեր այսօրվա դերի ու կշռի մասին, որտեղ շատերն են ձեզ ճանաչում որպես պարկեշտ մարդու նախ եւ առաջ։ Ինչը կան իհարկե գալիս է ձեր հորից, որովհետեւ ասում են պտուղը ծառի ծառի չի ընկնում, դա ժողովրդի խոսքն է եւ դա չի կարող ճշմարտացի չլինել։ Հիմա տեսեք, մենք մեր այսօրվա ծրագրում իհարկե խոսելու ենք հիմնականում Շեքսպիրյան լինել թե չլինել այդ հարցի շրջանակներում տեղի ունեցող զարգացումների։ Մեր կյանքը պայքար է ծննդյան առաջին օրվանից։ Այսօր էլ Հայաստանի առջև դրված է լինել թե չլինելու հարցը, խնդիրը։ Համամիտ եք։ Այո, միանշանակ այդպես է եւ ցավոք սրտի, եթե առհասարակ մարդը, ինչպես դուք նշեցիք, ծննդյան պահից արդեն բնության ուժով ինքը պայքարում է ապրելու համար, դա բնորոշ է բնության բոլոր ստեղծագործություններին, այսինքն ինչ որ ստեղծում է բնության մեջ, այն ձգտում է ապրելուն, այսինքն իր ժամանակը անցնելուն։ Եվ հիմա մեր պետության գոյության իմաստով իսկապես եկել է այդ ծանր գոյաբանական ընտրության պահը, որովհետև ցավոք սրտի 18 թվականից մեր պետությունը հայտնվեց այնպիսի արկածախնդիր թշնամիների, կարող ենք ասել, տիրապետության տակ, որոնք որ իջիկ դարձրեցին մեր ժողովրդի, ես կասեի ոչ միայն վերջին տարիների, այլ դարերով ունեցած ձեռքբերումները։
եւ դրանք վերացրեցին, դրանք հանձնեցին թշնամուն, ընդ որում այդ ամեն ինչը արեցին մեր ժողովրդի լուսավոր երիտասարդ զավակների կյանքը չխնայելով, նրանց կյանքի գնով, նրանց զոհողությունը արժե զրկելով, նրանց զոհողության վայրը հայրենիք չհամարելով, այդ ամենացին Գանձասարը դա վերջին 10 տարում չէր կառուցվել, բայց Նիկոլ Փաշինյանը դա դարերի մեր ժողովրդի ստեղծած բարիքն էր, որտեղ դարեր շարունակ աղոթք էր հնչել, եւ հիմա դա դարել է բղծության վայր թշնամու համար, եւ մարդիկ կան, որ պատասխանատու են այդ ամեն ինչ, այդ մեծ հոգեվոր ժառանգության համար, նաեւ նյութական հսկայական հարստության համար, որ Արցախում միայն վերջին տարիներին մեր ժողովուրդը ծանր դժվարին պայմաններում ապրելով, շրջափակման մեջ ապրելով, տնտեսական ճգնաժամներ հաղթահարելով, իր ունեցած ամբողջ աշխարհի հայերը տարեդրել էինք Արցախում, փորձել էինք ամրապնդել այնտեղ, դպրոցներ կառուցել, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ, ի վերջո մարդիկ պայքարել էին, այրուն էին տվել, կյանք էին տվել Արցախի պաշտպանության, ազատության։ Այդ ամեն ինչը ասես մի փոքրիկ խմբակով, մի դժբախտություններ բերող ավտոբուսի, որ հենց հիմա ճանապարհներին մահ են սփռում, այդ փոքրիկ խմբակով ավիրեցին ես մեր ժողովրդի դարերի ընթացքում ստեղծված հարստությունը, բարիքներ եւ հիմա էլ մեզ կանգնացրել են այո պետականության կորստի իրական վտանգի առաջ, այո ձեր այսօրվա հարցադրումը հայտնի ձևակերպմամբ լինել թե չլինել, այո կանգնած է հենց այսօրվա մեր ժողովրդի առաջ, ունենալ պետություն թե չունենալ, լինել որպես ազգ, ժողովուրդ թե վերանալ, որովհետև ընդամենը 3 տարի առաջ մենք Արցախում կայինք, հիմա մենք Արցախում չկանք, ամբողջ 150,000 մարդ մեր հայրենակիցները բռնի տեղահանության, ցեղասպանության զոհ են դարձել միայն ու միայն հայ լինելու համար, միայն իրենց ազգային պատկանելության համար, իրենց հազարամյա բնակության վայրերից տեղահանվել են 10 օրվա ընթացքում, նրանք կային որպես արցախցիներ իրենց հայրենիքում, իրենց հողի վրա, իրենց տան մեջ, ու հիմա չկան։ Հիմա այդ ձեր հարցադրումը կապ ունի արդյոք այս իրականության հետ, իհարկե ունի։ Եվ եթե մենք հանդուրժում ենք այն մարդկանց, ովքեր որ մեզ դրել են այս վիճակի մեջ, այո, այդ հարցը շատ ակտուալ է հնչում նաև այսօր։ Այսօր մենք կանք, այսօր Երևանում ենք, մեր հաղորդումը հիմա տեսագրվում է Երևանում։ Բայց մենք արդյոք ունենք երաշխիք, որ մենք եկող տարի էլ կլինենք այստեղ, եթե Հայաստանի վարչապետ մնա Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ չկան այդ երաշխիքները, որովհետև եթե նա չի կարողացել երաշխիքներ ստեղծի մեր ժողովրդի համար, իր հայրենի տան մեջ ապրելու համար, երբ որ դա խոստացել է նրանց, այսինքն նա իշխանության գալուց չի ասել արցախցիներին, որ ես գալիս եմ իշխանության, որպեսզի պատերազմ հրահրեմ, դուք սպանվեք ու բռնի տեղահանվեք, կորցնեք ձեր տուն ու տեղը։ Նա լրիվ այլ խոստումներ ա տվել, բայց այդ իրականության առջև ա կանգնացրել մարդկանց։ Հիմա ինչ կապ ունի ինքը հիմա մեզ ինչ խոստումներ ա տալի, մեկը ինքը իր խոստումները չի անում։ Ինքը անում է այն խոստումները, որը ոչ թե տալիս է մեր ժողովրդին, այլ տալիս է Իլհամ Ալիևին։ Իսկ Ալիևը նրանից այլ բաներ ա պահանջում։ Եվ հիմա շատ ընդ որում սա վերացական չի։ Պահանջ, որ մենք պիտի հրաժարվենք մեր սահմանադրությունից, մեր անկախության հռչակագրից, դա պետությունը վերացնելու պահանջ է, որովհետև եթե մեր պետությունը ստեղծվել է անկախության հռչակագրով, հրաժարվել դրանից նշանակում է հրաժարվել այն պետությունից, որը ստեղծվել է այդ փաստաթղթով։ Այդ դեպքում դու չես ունենալու այն ինչ հիմա ունես։ Իսկ եթե պետություն չունենք, էլ պարզա որ մենք ոնց կարող է գոյություն ունենանք հիմա Արցախից տեսեք քանի հազար մարդ զոհ կային այդ մարդիկ, բայց կային, չէ։ Ընդ որում ես վստահ եմ, որ այս պատերազմներում նա մի պատերազմ չի որ բերել է մեր երկրին։ Կարճ ժամանակահատվածում գրեթե ամեն տարի մեծ պատերազմներ եղել։ Մենք մինչև հիմա մեր հիշողություններում կար ապրիլյան քառորյա պատերազմը։ Միայն Ջերմուկի երկօրյա պատերազմում 2.5 անգամ ավելի շատ մարդ է զոհվել, ավելի շատ տարածքներ են կորցրել, քան ապրիլյան քառորյա պատերազմի ժամանակ։ Ես չեմ ասում 44-օրյա պատերազմը։ Արցախի մեկօրյա պատերազմը։ Այնտեղ գիտեք, չէ, ասենք մահվան վիճակագրություն չկա։ Քանի մարդ է զոհվել մարտական գործողությունների ժամանակ, քանի մարդ զոհվեց վառելիքի պահեստի պայթյունից, քանի մարդ մենակ քննչական կոմիտեի տվյալներով 67 մարդ մենակ Ստեփանակերտից Երևան ճանապարհին է զոհվել։ Վիճակագրություն չկա մահվան, կորուստների, ողբերգությունների։
Այդ մարդիկ ինչ որ մի ժամանակ կային հանգիստ ապրում էին, չէ՞։ Ու իրանք ձեռքով ոնց որ փորձանքը բերեք կապել են իրաց գլխին։ Հիմա պետքա այդ լինելիության պահանջը ստիպի մարդկանց, որպեսզի իրանք ձեռքով գնան այդ փորձանքից ազատվեն։ Այն փորձանքից, որ իրանք ձեռով բերեք կապել են իրաց գլխին, այդքան իրանք ձեռով այդ փորձանքից ազատվեն։ Դե ես հիմա առաջարկում եմ դիտել եւս մի տեսանյութ, որից հետո արդեն կլինի հաջորդ հարցս։ Խնդրեմ։ Անտիֆեքի հետ մենք շարունակում ենք Ղազարյան versus Ղազարյան նախագիծը եւ ձեզ ներկայացնում հերթական թողարկումը։ Այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարձակվել է ուղիղ գալ Պետրոս Ղազարյանին հյուր, ի տարբերություն նախորդ անգամ, երբ որ փորձարկեց իր կարողությունները մեզ հետ։ Տեսնենք թե այս անգամ ինչպես կստացվի դրա մշակումը անտիֆեքի եթերում։ Այսօր մենք կզրուցենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բարեկո պարոն Փաշինյան, շնորհակալություն Ղազարյան թողնելու համար, եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ոնց մալազեց, որ այս անգամ համարձակությունը հերիքի ուղիղ քեզ մոտ գա։ Պետրոս, դու խոս խանձել գիտես։ Բա սրան ինչ ես կանչել։ Սա խոս Հա, կարող է կանչել ես, որ ինքը խոս խանձի։ Բայց ես վախենում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն այդտեղ նորություն չկա։ Այսինքն ոնց արտահերթ ընտրությունների խոսակցություն եղել են միշտ։ Ոնց կարա տես բան լինի։ Մեր երկիրը, պարոն Տգետ, ունի սահմանադրություն։ Դու միգուցե դու արդեն այնքան ես խախտել սահմանադրությունը, որ կարող է մոռացել ես դրա գոյության մասին։ Այդ սահմանադրությամբ նախատեսված ընդամենը մեկ համապետական ընտրություն։ Դա ազգային ժողովի ընտրությունն է։ Եվ սահմանադրությունը նախատեսում է ազգային ժողովի պաշտոնավարման ժամկետ 5 տարի, մեկ գումարում։ Եվ այդ ազգային ժողովի արտահերթ ընտրության ծրագիր դու չես էլ կարող ունենալ, որովհետև դու որպես վարչապետ այդ ազգային ժողովին ներկայացրել ես կառավարության գործունեության ծրագիրը եւ դու պետքա մտածես ոչ թե քո ղեկավար մարմնի ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին, այլ այդ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու մասին։ Իսկ դու ինչ եկել ես իշխանության, արդեն 2 արտահերթ ընտրություն արել ես այդ ազգային ժողովի ապօրինաբար, ինչի համար չես դատվի, չես դատվում է, որ դադարեցվի այս ապօրինությունը։ Հələ պարզում է անընդհատ դրա մասին մտածում ես, այսինքն ոչ թե աշխատելու մասին ես մտածում, այլ քո ղեկավար մարմնի ազգային ժողովը լուծարելու։ Պիտի նկատած լինի ցանկացած չեզոք դիտորդ, որ ոչ միայն քաղաքացիների հետ շփումից չեմ խուսափել երբեք, այլև ընդհակառակը ես ինքս եմ առիթներ փնտրում նման շփումների համար եւ դա բխում է մի պարզ իրողությունից, մեր կառավարության եւ իմ վարչապետ դառնալու հանգամանքների ծագումնաբանությունից, ժողովրդավարությունից։ Ու այս մարդը, որ չի կարում երկիրը ղեկավարի, որ ասկի բասկետբոլի վահանակների չափեր չգիտեն, ասում է ես հեծանիվ քշեմ, թե քնածել եմ, թե մեռածել եմ, երկիրը դրածա ռեսերի վրա աշխատում են։ Այն մարդը մեռը տենակ ոնց են աշխատում, ան։ Այսինքն մեռնելուց կարող է աշխատեն, գիտես, հələ սուտ ես ասում, դու չես մեռը։ Դու սուտ ես ասում, դու համ սուտ ես ասում, որ 5-ին ես գնում աշխատանքի, համ սուտ ես ասում, որ ինստիտուտներ են աշխատում, համ էլ սուտ ես ասել, որ մեռել ես, ոչ մի բան էլ ճիշտ չես ասում, սուտ ասան, շարլատան, կյանքում մի բան ճիշտ ասած կաս դու կյանքում։ Շիրի բարեկամներ, շարունակում ենք ծրագիրը, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է այսօր մեր տաղավարում։ Դիտեցինք մի հատված քո հեղինակային Ղազարյան versus Ղազարյան այդ ես կասեի հրաշալի ծրագրից, գիտես, ես երկար տարիներ հեռուստատեսությունում եմ 50-ից ավելի եւ ասեմ, որ սա նոր խոսք է հայկական հեռուստաեթերում։ Այս ծրագիրը
սովորաբար չունի ոչ տարիքային սահմանափակում, ոչ էլ մի, այսպես ասած, երևույթ դարձավ, որը մինչ այդ չէր էլ եղել, բայց դու այնքան հմտորեն, այնքան այսպես ճշմարտացի եւ ամենակարևորը համարձակ ու այսպես բաց փակագծերով ներկայացրեցի մեր հանդիսատեսին, որ մարդիկ հասկացան, թե որը որից հետո է։ Ես գիտեմ, որ դրա համար իհարկե ճշնամիների բանակն էլ մեծացավ։ Բայց ավելի շատ բարեկամների։ Հա, դե թող համախոհներ։ Բայց իշխանությունները, որ կհանդուրժեն նման ծրագիր, դա իհարկե երևույթ էր։ Դե ես հասկանում եմ, YouTube-ը չես փակի, որովհետև միակազատ չնայած իշխանությունները մտածում են դրա մասին էլ, ոնց անեն, որ ազատվեն, որ փակեն, բայց ես քեզ ուզում եմ շնորհավորել նման ծրագիր կյանքի կոչելու համար, դժվար չէր։ Դա գիտեք ինչ, չի մտածվել այս հաղորդումը ստեղծել, այսինքն այդ հաղորդման գաղափարը շատ սպոնտան է առաջացել, երբ որ մեր ընկերներից մեկը, մեզ համար շատ հարգարժան մի ընկեր, Սրբազան պայքարի ժամանակ հրավիրվել էր Պետրոս Ղազանին հյուր։ Ու չնայած որ ինքը փայլուն հռետոր է, շատ լավ անալիտիկ վերլուծաբան, ամենտեղ իր խոսքը շատ պահանջված է եւ սիրված, Պետրոս Ղազանի մոտ նրա հարցազրույցը ակնհայտ չստացվեց եւ ինքը ընդունում էր, որ այդ հարցազրույցը չստացվեց։ Նույն նրանք Պետրոսի տարբեր մշակութային միջավայր, նա շատ կրթված, զարգացած մարդ, Պետրոսը դե գիտեք, միջինից ցածր ունակություններով։ Հիմա այս հաղորդումը որ չստացվեց, ես որ նայում եմ, ասում եմ լավ, ինքս ի մեջ մտածում եմ, ասում եմ լավ ես չլնեի դե նստած այդ նույն հարցերը որ Պետրոսը տալիս է, ես պատասխանեի։ Ու այդ մտքերից մեջ ինձ զանգում է անտիֆեյքից իմ լավ ընկերը Վազգենը Սաղաթելյան, եւ ասում է լսի դու տեսել ես այդ հարցազրույցը, ասում եմ հա։ Ասում է վատ հարցազրույց էր, որպեսզի Պետրոսի հարցերը անպատասխան չմնա, բեր մի հատ մոնտաժով սարքենք, Պետրոսը իր հարցերը տալիս է ու մեր գործընկերոջ փոխարեն դու ես այդ հարցերին պատասխանում։ Անենց ոնց որ այդ հարցերի պատասխանը պետքա որ հնչի։ Ես էլ ասում եմ Վազգեն, ճիշտ ասած, ես հենց նոր դրա մասին մտածում էի։ Ու մենք անտիֆեյքում մեր աղջիկները շատ լավ մոնտաժների այստեղ մեծ դեր ունի, էլի, ճիշտ կազմակերպումը։ Իհարկե, հրաշալի մոնտաժ։ Այո։ Շատ փոքր կազմով ենք, ասենք ես եմ այդ աղջիկը, դե ուրիշ մարդ չկա, մի հատ sense պատի տակ նստում, ոչ ծախսա դրա հետ ոչ բան, ոչ ես հոնարար ունեմ այս գործի մեջ, ոչ մի բան, ազնիվ ձեռնարկա։ Ու սարքում ենք այդ մի թողարկումը, գնում է եթեր ու 100,000-ից ավել դիտում։ Հասկացանք, որ մարդկանց դուր է ու շատերին թվացել էր առասկզբնական շրջանում մարդիկ գիտեն, թե ես իսկապես ընդեղ եմ։ Դա էլ է մոնտաժի որակից է, էլի։ Մոնտաժի վարպետության, այո, ավելի ճիշտ ասեք։ Ու քանի որ սիրվեց այդ հաղորդում հենց առաջինը, որոշեցինք այլ հյուրերի հետ էլ ընդդիմադիր գործիչների որ կանչել, նրանց հարցերին էլ ես պատասխանեմ։ Ու քանի որ ընդդիմադիր Բայց հետո անցանք նաև իշխանավորներ։ Հենց այդ է, քանի որ ընդդիմադիր գործիչներ Պետրոս քիչ է կանչում։ 4 հաղորդում արեցինք, կանգնեցինք։ Էլ նյութ չկա, այսինքն ուրիշ հյուրեր չի ունեցել, որ այդ ֆորմատը պահեն։ Դրա համար փոխեցինք ձևաչափը, որ ես արդեն մասնակից եմ իշխանության ներկայացուցիչների զրույցին ու արդեն Այն էլ առաջին դեմքերով։ Ողջույն է։ Հիմա Պետրոսի ես նշանակել եմ մեր թողարկման մատակարարման բաժնի պետ, ասում եմ ինձ ապրանք է մատակարարում, ես այդ ապրանքը մշակում եմ։ Ու արդեն մենք 160-ից ավել թողարկում ենք ունեցել ու կանոնավոր է ամեն 3 շաբթի, ամեն ուրբաթ երեկոյան գնում է։ Ասեմ ձեզ, որ շատ սիրված է, ես էլ եմ նկատում մարդիկ ինձ փողոցում ուր էլ որ գնում եմ տարբեր քաղաքներ, մարդիկ բարձում ամենտեղ նայում են, բոլորի կողմից սիրված է այդ հաղորդումը։ Ես էլ եմ շատ սիրում անկեղծ ասած, իսկ որ ասում եք իշխանությունները ոնց են վերաբերվում կարող Պարզվում է, որ նաև այդ իրանց ամենասիրած հաղորդումն է։ Իրանց ներսից մարդիկ են եղել, որ լրագրողների մոտ խոսելուց բան ասել են, որ այդ հաղորդումը իրանք իրար հղումներ ուղարկում են բանն անում, դե մեկը մյուսին որ չի սիրում։ Ասենք ենթադրենք Ալեն Սիմոնյանի մշակել եմ, ով որ այդ թիմում դե իրանք իրար ատում են, իրականում շատ կոնֆլիկտային է իրանց թիմը։ Ով որ Ալենին չի սիրում, այդ հաղորդման հղումը վերցնում, սաղին ուղարկում, ասում եմ նայեք տեսեք Ղազան դրա մոտ։ Այս որ իրանց ներսում էլ է այդ սիրված հաղորդում։ Ու ես էլ անկեղծ ասած թվում է թե բանը չէ, տենց ինքը հումորային, սարկազմ չէ, այդ
ոճի մեջ է, բայց մեր հիմնական նպատակը իշխանական թեզերը ջախջախելն է, այսինքն այն ինչ որ իրանք փորձում են որպես քարոզչություն ներկայացնել, մեր հիմնական խնդիրը դրանք տեղում հակադարձելն է, այս տեղում իրանք խոսքի վրա։ Ու դա ինձ շատ մեծ աշխատանք է պահանջում։ Ամեն թողարկումը նախապատրաստելուց ես տանը աշխատում եմ նվազագույնը 2-ից 3 ժամ։ Իրանք հաղորդման տևողությունը 25 րոպե է, բայց այս րոպեներով, այսինքն ստոպով, րոպեները ֆիքսելով, որ մոնտաժն էլ հեշտ լինի, հարցերն են ֆիքսում Պետրոսի։ Ինչա խոսե, դրա տակ նյութերը մտնում ինտերնետից, տարբեր աղբյուրներից։ Ասենք օրինակ 3 Յուրա Խաչատուր Սուքիասյանն էր ենթադրենք վերջին ուրբաթ օրվա։ Ես մտնում եմ մի հատ նրա կենսագրությունն եմ նայում, չէ՞, օրինակ միտեղ հարցնում է Պետրոս, ասում է 90-ական թվականներին ձեզ թույլ չեն տվել, ես մտնում եմ 90-ական թվականներին տվեմ ինքը ինչ կենսագրու ինչ պաշտոններ զբաղեցրել, ինչ ունեցվածք ունի, գույքի եկամուտի հայտարարագրերն եմ նայում, իր ընտանիքի անդամների բան, որպեսզի իմ խոսքը լինի փաստարկված եւ հիմնավոր է, ես դες վերացական բաներն դե չէ, ինչ որ խոսում եմ լրիվ փաստ է։ Ու դա մեծ աշխատանք է ինձնից, այսինքն առնվազն 2-3 ժամ ես աշխատում եմ տանը, ամեն մի հաղորդման վրա, մոտ մի ժամ տևում է նկարահանումը, մի 2-3 ժամ էլ մոնտաժով մեր գործընկերները անում են անտիֆեյքում, այսինքն ամեն մի թողարկման վրա մենք աշխատում ենք մինիմում մոտ 6 ժամ, որպեսզի ստանանք այդ, բայց հաճույքով ենք, չնայած որևէ վարձատրություն դրա դիմաց չենք ստանում, բայց հաճույքով ենք դա անում, որովհետև ժողովրդին դուր է գալի, դե մեզ էլ վարձատրությունը ժողովրդի սերն է ու համակրանք։ Այդ դրանից մենք ես որ լրիվ գոհեմ, ինձ այլ ուժ բան պետք է չի։ Չէ, իհարկե, ես ասում եմ, դա նոր երևույթ էր մեր հայկական հեռուստաեթերում եւ դե ինքս էլ միշտ հեղինակային ծրագրեր եմ բազմաթիվ ուներ 20-ից ավելի, հա, եւ այդ 50 տարիների ընթացքում միշտ մտածել եմ ամեն անգամ անել հաղորդում, որին կսպասի հեռուստադիտողը։ Այսա այդ եզակի հաջողված հաղորդումներից մեկը։ Չէ, դիտումները շատ, ասենք, եթե նույնիսկ հիմնական հաղորդումը նայի ենթադրենք 20,000 մարդ, անտիֆեյքում շորթեր են պատրաստում, TikTok-ում են մարդիկ կան, որ իզնից անկախ, այսինքն ամեն մեկի մի կտոր դուր է գալի, ինքը այդ մի կտորը պատրաստում, դնում իր TikTok-ում կամ Instagram-ում, ու այնտեղ կարող է մի 100, չի վերահսկում, դրա դիտումների քանակը այս հաղորդման լայն առումով ռեկորդային է։ Ես իհարկե շնորհավորում եմ քեզ այդ կապակցությամբ, բայց դու էլ այստեղ կամա թե ակամա միշտ աշխատում ես պատասխանել այդ Շեքսպիրյան լինեն, թե չլինել հարցադրմանը, որտեղ երբ հարցը տալիս են եւ պատասխանը կեղծ է, սուտ է, անմիջապես գալիս է ճշմարտացի պատասխան, ասեցիր փաստեր։ Ես դա եմ նկատել քո պատասխաններում, որ քո ասածը բոլորը փաստավորված էր։ Այնտեղ ոչ մի բանը այլապես քեզ վաղուց մի քանի անգամ դատի, չնայած իմ էլ կարող են դատի տալ։ Հիմա Ռոմանոս Պետրոսյանն է, այսքանի մեջ ասեմ ձեզ, մենակ այդ Ռոմանոս Պետրոսյանն է ինձ դատի տվել։ Ռոմանոս Պետրոսյանը։ Այն, այո։ Նա դատի տալի էլ ունակ է։ Նա տենց համարձակվել է, բայց շատ պրիմիտիվ, ասինքն ես նաև ինքս եմ վարժվել եւ իմ խոսքի մեջ այնց եզրույթներ եմ օգտագործում, այնց բաներ եմ անում, որ ինքը չի կարա բան անել, այսինքն դրա մեկնաբանությունը կա, օրինակ ես իրան այդ հաղորդման մեջ ենթադրենք ասում եմ դու հիմա պիտի պաշտպանված լինես, ոչ միտեղ մենակ մի գնա Քոչարյան Անդրանիկի հետ, որ պաշտպանված լինես, իսկ դրա ինչի համար, որովհետև Քոչարյան Անդրանիկ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանրաժողովի նախագահն է, դու իր հետ եղի, որ պաշտպանված Հիմա ասենք ընդ վիրավորանք ու չկա, չէ՞, ասենք ես իր անվտանգության համար անհանգստություն։ Հիմա ինչքան էլ ուզում եմ դատի տա, ասենք ընդ վիրավորանք չկա։ Դատավորը ոչի, ասի խես, ասի գնա Անդրանիկի։ Ինքը պաշտպանված է, մի թիմակիցներ են կարա միասին գնան ու Դե ես կարծում եմ որ քո ներքին հումորը ոչ բոլոր ղեկավարներն են հասկանում եւ ընդունում, բայց կարևորը որ ժողովուրդը։ Մարդիկ շատ լավ հասկանում են եւ ես կարծում մենք իհարկե մեր հաջորդ տեսանյութն ենք հիմա ներկայացնում, որի մասին էլ խոսենք, խնդրեմ Մարդը, որը ոչ կրթություն ունի, ոչ դաստիարակություն ունի, ոչ կենսափորձ ունի, ոչ աշխատել է պետական կառավարման համակարգում, նա որևէ բան որտեղից պետք է իմանա։ Հիշում եք, նա մի անգամ իր կենսագրական կյանքի շրջանը 4 մասի էր բաժանել եւ տենց նյութեր էր հրապարակել, այցեքարտեր եւ քարտեր այլ լրագրող, կալանավոր, պատգամավոր, վարչապետ։ Հիմա ես ուզում եմ անամ այդ ինքը դա
որտեղից պետք է իմանալ էլի հապկի խնդիրները եւ այլն։ Այսինքն հապկը վերացական, ներդրված, ներմուծված ինչ-որ մի բան չի, ասում հապկը թող մեզ ասի, այդ հապկը նաեւ ինքն է։ Հապկը նաեւ Հայաստանն է։ Այսինքն հապկը որտեղից պիտի ասի, ով է հապկը։ Հապկը մի կազմակերպություն է, որին նաեւ դու ես անդամակցում։ Շարունակում ենք սարագիրը, պարոն Ղազարյան, շատ կարճ, հակիրճ եւ հասկանալի։ Պատկերացնում եք, ոնց որ դա նույն բանն է, ոնց որ տան անդամներից մեկը ասի, որ փոքր երեխան կամ տարեցը բողոքում է իմ դեմ, ինչ պիտի մեզ ասեր զգուշացրել, լինելով այդ ընտանիքի անդամ։ Դա նույն պատմությունն է, փաստորեն, ավելի այսպես խոշորացած տարբերակով։ Պատկերացնում եք, երկրի ղեկավարը կարող է նման միտք արտահայտել, եւ դա ոչ թե միայն ծիծաղելի է, դա նույնիսկ Դա ոչ միայն այդ միտքն է, այլ նաև այստեղ ես մի ուրիշ բանի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրեմ։ Տեսեք, դուք մեր այսօրվա զրույցը սկսեցիք իմ հայրիկի մասին տեսաֆիլմով, հետո իմ գործունեությանը տարբեր աշխատանք, կրթություն եւ այլն։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ հասակակից եմ։ Մենք նույն թվին ենք ծնվել։ Հիմա, ասենք, ես տենց ընտանիքում մեծանալուց հետո գնացել սովորել եմ, պաշտպանել եմ, դիսերտացիա եմ պաշտպանել, գիտական աշխատանքով եմ զբաղվել, պետական պաշտոններ եմ զբաղեցրել։ Երբ որ ինձ նախագահ կանչեց նշանակելու մարզպետ, այդ ժամանակ ինձ երիտասարդ մարզպետ չէր եղել։ Բայց ես դեկան էի, տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան էի մարզպետ նշանակվելուց առաջ։ Դրանից առաջ տնտեսագիտականի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, արդեն մի 30-ից ավել կազմակերպությունը որպես փորձագետ է աշխատել։ Բայց անհանգստությունն է, ասում եմ, լավ, բարձր պետական պաշտոն է, այս երիտասարդ մարդ եմ։ Կարող է հանկարծ իմ մոտ դա չհաջողվի, չստացվի։ Ու երբ որ նշանակվեցի մարզպետ, մարզպետի տեղակալը Եղեգնաձորի նախկին շրջկոմի քարտուղարներ էլի փոխմարզպետ էր եղել, ես պարոն Թարվերդյանը, ես ասենք նրա ոնց հանրային ծառայությունից, այսպես ասեմ, էլի որպես մարզպետի տեղակալ, օգտվել եմ լիարժեք, ասում եմ, չէ՞ որ մարդը նաև որոշակի գիտելիքներ, բան ձեռքաբերում, կենսափորձով պայմանավորված, պիտի ինչքան էլ ուզում եմ լավ սովորածել նես բան, պիտի նաև կյանք ապրածել նես, չէ՞, որոշ երևույթներ հասկանալ առավել եւ այս մարդկանց հետ է շփվում, մարզա տարբեր տարիքի մարդիկ են, տարբեր ոլորտների, այսինքն իմ ենթակայության տակ այդ պահին աշխատում են առնվազն 300 պաշտոնյաներ, այսինքն դպրոցի տնօրեններ, չէ, հիվանդանոցի բժիշկներ, մարզպետանի ղեկավար կազմը, պետական կառույցների ներկայացուցիչներ, դժվար է ու պիտի հիմնվես, չէ, նաեւ այլոց գիտելիքների փորձի վրա։ Հիմա այս ամեն ինչի մեջ ինքը ոչ սովորելա, ոչ աշխատելա, ոչ պարզա ում ընտանիքում է ծնվել, ոնց է մեծացել սա, չէ։ Ու մեկ էլ էս ամեն որ ասում եմ 4 բաղադրիչ, չէ, կալանավոր վարչապետ։ Բա լավ դու ոնց էլ ար երկրի, բա դրա ղեկավարից երկիրն էլ տեսքելն էլի։ Ու որ ասես գոնե ինքը տենց է, լավ թիմ ձևավորի, փորձառու մարդկանց, նրանց իսկապես գնահատի, նրանցով իրենց շրջապատի, նրանց խորհուրդները, հակառակը։ Հələ նայեք դրա այդ ավտոբուսի ուղևորները, Իրանից բեթար։ Մեկը մեկից բեթար։ Բայց դրանց ղեկավարած երկիրն էլ այդ վիճակում կլինի։ Բա ասեք, եթե դու դիվանագիտությունից նախագահան որից նշանակես դեսպան, դες մինչև այդ ճիշտ է Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության ծրագրեր էին քար, ինքը այդ հաշվի առել։ Կարլովի վարի հետ, Իրանի Խոյի նահանգի հետ, Ռուսաստանի երկու նահանգի հետ, Բելարուսի Մինսկի, բայց դա հələ դիվանագիտություն չի։ Երբ որ ինձ առաջարկա էլա պարոն Ղուշյան, ես գնացել եմ գրախանութ, դեպի պիտի գախնի պահև էլի, մինչև դեսպանի նշանակում այդ գործընթացը պետական գախնիկ է, ոչ մեկին չպիտի ասես, որ այդպես որոշում է սպասում։ Գնացել եմ գրախանութից դիվանագիտության մասին ինչքան գրքեր կա, առել է տալի մարզպետանում սեյֆում էի պահում, որ մարզպետանի աշխատողները չտեսնեն ես դիվանագիտության գրքեր եմ կարդում, չի ենթադրեին, որ ես դեսպան եմ նշանակվելու։ Երեկոյան որ բոլորը գնում էին դու, ես սեյֆից գրքերը հանում եմ, մեկ գիրք կարդալ։ Բայց եթե դու մի ոլորտում պիտի աշխատես, դեռևս բավարար գիտելիքներ պիտի լցնես, չէ՞, պատասխանատվությունը, չէ՞, պետության ներկայացուցիչ ես դառնում, տուրիստ չես գնում դու։ Հիմա ինքը որպես երկրի ղեկավար ունի այդ պատասխանատվությունը միջազգային հարաբերություններ վարելու, ներքին կյանք վարելու, չունի։
Բայց դրան էլ դա բերում է հետևանք, եթե պատասխանատու վերաբերմունքը լրջությունը բերում է հաջողությունների, անպատասխանատու թափթփվածությունը բերում է հետևանքների։ Դա համար, եթե դու դիվանագիտություն չես հասկանում, դու նստես, կարդաս, փորձառու դիվանագետների լսես, չէ՞։ Իսկ դա ծախողելա, տեսեք, հապկի հետ կապը, չէ՞։ Բողոքում ասում, հապկը Հայաստանին չի օգնել։ Հապկի նախագահը ինքն է եղել այդ ժամանակ։ Այն թվից, որ ինքը բողոքում է 22 թվին, որ հապկը Հայաստանին չի օգնել, հապկը նախագահող երկիրը եղել է Հայաստանը։ Ու հապկը օգնության փաթեթը մշակի Հայաստանին դրել են քվեարկության, մենակ ինքն է դեմ քվեարկել։ Այսինքն հապկը Հայաստանին չի օգնել, որովհետև ինքն է դեմ եղել։ Ու հիմա ինքը բողոքում է այդ մոտեցումներից։ Սա ոչ միայն տգիտություն է, այլ սա որ ասես դա մենակ դիվանագիտության ոլորտում է, տենց որ ամեն ոլորտում էլ տենց է։ Բայց կրթության ոլորտ, որպեսզի դու ղեկավարես, որպեսզի հասկանաս ինչա պետ դպրոցը, հիմա դրած 2-3 հատ դպրոց, կարծեմ ընդամենը 30 դպրոց են վերանորոգել թե ինչ, այն պարտքով, արտաքին պարտքով։ Գունավոր ներկում այդում նկարվում են։ Միայն 2026 թվականին 230 դպրոց է փակվում Հայաստանում։ Հիմա այդ որոշումը կայացնող մարդը պիտի այդ բնակավարից հասկանա, չէ՞, ինքը կրթության ոլորտի հետ ինչ-որ առնչություն պիտի ունեցած լինի։ Պիտի իմանա, չէ՞, ուսուցչի աշխատանքը ինչ է, աշակերտի կրթական ծրագիրը ինչ է, դասարանների կոմպլեկտավորումը ինչ է, առանձնացնելն ինչ է, չէ՞, պիտի պատկերացում ունենաս դրանից։ Եթե դու դրա հետ երբևէ առնչություն չես ունեցել որևէ ոլորտի, ասենք դա դու չես հասկանում, ասես լավ, գոնե նախարարն էս մարդը լի, որ նախարարը, նա պարզվում է նախարարն է դրա հետ կապ չունի, ոչ մի կապ չունի։ Կադրային քաղաքականությունը սարսափելի է։ Բայց դա բերում է հետևանքների, բա մարդիկ են, չէ, որ որոշումներ են կայացնում, ինչ-որ բաներ են անում։ Բայց մենք հիմա օրինակ ասենք, ես ինչի եմ միացել Սամվել Կարապետյանի թիմին, որովհետև նա էլ դրա հակառակն է, չէ։ Բայց հեշտ է մարդու համար 4 տարբեր երկրում, տարբեր մշակութային միջավայրերում, տարբեր բիզնես միջավայրում բիզնես անել, փող աշխատել, աշխատատեղ ստեղծել։ Հեշտ չի, չէ՞։ Մենք ինքներս մի հատ հաջողություն ունենք, մի հատ, չգիտեմ, տարածք ենք վերցում, ռեմոնտ ենք անում, սարքում ենք, տուն ենք վերանորոգում, ասում ենք մենք էս հաջողություն ենք, չէ՞ համարում։ Բայց տեսեք էլ այդ մարդը ինչեր է ստեղծել իր տարի, դա խո հեշտ չի։ Դա նշանակում է գիտելիք պիտի ունենա մարդկանց հետ խոսալու կարողությունը, ասենք Ռուսաստանից ելնես, հետո Հունաստանում բիզնես դնես։ Տարբեր միջավայրեր է, չէ՞, տարբեր մշակույթ է, տարբեր տնտեսը։ Եթե դու ընդեղել ես կարող դրսևորես, նշանակում է դու ունակություն ունես խոսելու, բացատրելու, շահեր գտնելու, իրանց շահերը հարգելու, քո շահերը իրացնելու, ու վերջում էլ այդ հաջողությունը բերում ես, ասում ես սիրելի ժողովուրդ, միլիոններով փող եմ աշխատել, Ստեփանակերտում 27 միլիոն դոլար տվե, նես մի հատ հիվանդանոց ասարկե, Եվրոպայում այդպես հիվանդանոց չկա։ Սա էլ եկեք հիվանդանոց տարի տվե թուրքերին։ Հիմա մենք այս ծայրահեղություններ են դրանք։ Մենք եթե ընտրության հնարավորություն ունենք, ի՞նչը պիտի ընտրենք։ Մեզ դժբախտություն, ողբերգություն, կորուստներ բերողին, թե մեզ համար հարստություն բերողին, հաջողություններ բերողին։ Բնական է։ Դա համար հիմա այս պատմական պահը մենք պիտի ճիշտ օգտագործենք։ Այ հիշատակեցիք Սամվել Կարապետյանի անունը, ես առաջարկում եմ մինչ այդ թեմա շարունակելը մի տեսանյութ էլ դիտենք։ Շատ լավ։ Խնդրեմ։ Սիրելի հայրենակիցներ, 2020 թվականի աղետալի պատերազմի եւ առաջին կապիտուլյացիայի ստորագրումից հետո ես դուրս եմ եկել այս թշնամական խմբակի դեմ անզիջում պայքարի։ Այդ ժամանակաշրջանից ի վեր չի եղել գեթ մեկ հանրահավաք, մեկ շարժում, մեկ գործընթաց, որին ես ամբողջությամբ նվիրված եւ մասնակից եղած չլինեմ։ Անկամ ինքս եմ երբեմն նախաձեռնել շարժումներ, գործընթացներ, հանրահավաքներ, փորձելով սեփական ջանքերով հասնել որոշակի հաջողությունների։ Առայժմ մեզ դա չի հաջողվել։ Առայժմ չի հաջողվել այս թշնամական խմբակին հեռացնել իշխանությունից եւ խափանել նրանց մահաբեր կործանարար ընթացքը։ Մինչև հիմա չի հաջողվել, բայց կարծես թե կա մի հույս, կա մի հնարավորություն, կա մի շանս, որը մենք բաց թողնել չենք կարող։ Ես որոշում եմ կայացրել իմ համեստ կարողություններով մասնակցել ուժեղ առաջնորդի,
ուժեղ թիմի նախաձեռնած մի գաղափարին, որը միտված է կերտելու ուժեղ Հայաստան։ Ես որևէ պայմանավորվածություն, որևէ նախապայման եւ որևէ այլ խնդիրի առջև չեմ դրել, քան օգտակար լինել ուժեղ Հայաստան ստեղծելու գաղափարին։ Սամվել Կարապետյանը կարիք չունի եւ անհրաժեշտություն չունի ինձ հիմնավորել, որ ինքը կարող է իր ողջ կարողություններով, իր ողջ նվիրումով եւ մտածողությամբ ծառայել մեր պետությանը եւ ժողովրդին։ Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է ոչնչից ստեղծել մեծ բարիքներ։ Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է իր ստեղծած բարիքները անշահախնդրորեն կիսել իր ժողովրդի հետ։ Մասնակից դարձնել հազարավոր մարդկանց բարիքների ստեղծման գործընթացին, ուժեղանալ եւ ուժեղացնել ուրիշներին։ Եվ ես արդեն հավատում եմ այդ գաղափարին եւ վստահ եմ, որ եթե մենք ամենքս մեր համեստ կարողություններով մասնակցենք այդ գործին, մենք կարող ենք ուժեղ առաջնորդով ստեղծել ուժեղ պետություն։ Եվ ես կայացրել եմ այդ որոշումը ինձ համար, եւ դա համարում եմ ոչ միայն իմ որոշում, այլև կոչ եմ անում յուրաքանչյուր մեկին, ամեն մի հայ մարդու, անկախ դրանից, թե իրենք ինչ քաղաքական կուսակցությունների են պատկանում, ինչ հոսանքներում են, ինչ հայացքներ են ունեցել, մենք մի հնարավորություն ենք մեկտեղելու մեր ջանքերը, այս ըստ էության ապակուսակցական գաղափարի իրագործմանը, փրկել մեր պետությունը, փրկել մեր ժողովրդին այս փոքրիկ խմբակի կեղտոտ, այրունոտ, մահաբեր ճիրաններից։ Ինչպես ամեն մի մարդու, այնպես էլ ամեն մի ժողովրդի կյանքում լինում են նաև դժբախտություններ, ողբերգություններ, որոնց հետևանքով մարդիկ կորցնում են գրեթե ամեն ինչ։ Այդպիսի վիճակում ենք հայտնվել նաև մենք։ Բայց մենք պետք է հույս ունենանք, որ կարող ենք միասնաբար վերստին կանգնել ոտքի, բարձրացնել մեր մեջքը, վերականգնել մեր արժանապատվությունը եւ կերտել ուժեղ Հայաստան։ Ես միացել եմ այդ գաղափարին։ Կոչ եմ անում բոլորին միանալ այդ գաղափարին եւ պայքարել հաղթանակի հույսով։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն է։ Պարոն Ղազարյան, ձեր այս հայտարարությունից հետո անգամ որոշ ընդդիմադիրներ ձեզ շտապեցին մեղադրել ճամբարափոխության, ապուշ բաների մեջ եւ զարմանալի է, գիտեք, երբ մարդը տեսնում է լավը, լուսավորը ուզում է գնալ այդ գաղափարի հետևից, կարող են նրան մեղադրել։ Ձեզ համար դա սպասելի էր։ Բայց ճամբարափոխությունն է, երբ որ պայքարի մի դաշտից գնում ես մի ուրիշ տեղ։ Եթե դու պայքարի նույն դաշտում ես, նույն վայրում ես, դրա ճամբարափոխությունը ո՞րն է։ Չէ, դեր դրանք գտնում են, թե դու գնացել ես ուժեղ Հայաստան, ուրեմն դա իրենց համար ճամբարափոխություն։ Չէ, ոչ թե գնացել եմ ուժեղ Հայաստան, այլ եղել է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի մի գործընթաց, որին ես առաջին օրից մասնակից եմ եղել, եւ վերջի շրջանում ստեղծվել է ուժեղ Հայաստան քաղաքական ուժը, միավորը, որը միացել է այդ պայքարին։ Եվ մենք այդ պայքարի մեջ ենք, պայքարում հայտնվել է նոր ուժեղ սկզբունքային ուժ։ Եվ մենք միասին այդ պայքարը շարունակում ենք համատեղ ուժերով, այսինքն ընդ որևէ տրանսֆորմացիա, որևէ փոփոխություն մի իրավիճակից մյուս իրավիճակին չի եղել։ Մենք հիմա ասենք, թե ուժեղ Հայաստան թվում են մարդիկ, ովքեր որ ամբողջ այս ժամանակաշրջանում եղել են պայքարի կիզակետում, այսինքն ճամբարափոխությունն է, որ ենթադրենք ես հիմա գնամ դառնամ Նիկոլական։ Այդ էլի ճամբարափոխություն չէ, դու իրա դեմ պայքարում էիր, հիմա դավաճանել ես քո սկզբունքներին, փոխել ես ճամբարափոխությունը, դա սկզբունքներին դավաճանելու մոտեցումն է։ Եթե դու մնացել ես քո սկզբունքային դիրքերում, իսկ իմ պարագայում դա տենց է, եւ պայքարը շարունակում ես այն ուժի հետ, ով որ հաղթանակի հնարավորություն ունի, ով որ ամենամոտն է հաղթանակին։ Այստեղ ես կարծում եմ ճամբարափոխությունը անհիտ։ Ես ասեցի, որոշ մարդիկ չգիտես այդպես, դա չի կարևորը, բայց տեսեք, ձեզ նման մարդկանց մուտքը ուժեղ Հայաստան բերեց մի բանի, որ օրեր առաջ ազգային ժողովը օրենսդրական փոփոխություն է անցկացնում ընտրական գրքում, չէ՞։ Օրենսգրքում եւ հասկանալի է, երևի վախն է նրանց։ Այո, միան շատ ճիշտ է ձեր գնահատականները, վախը եւ հուսահատությունը։ Իրենք իսկապես տեսնում են, որ Սամվել Կարապետյանը շատ վառ անհատականություն է, որը որ մեր ժողովրդի մոտ շատ մեծ սեր ու հարգանք է վայելում։
Իսկ սեր ու հարգանքը մարդիկ ինչի հաշվին են վայելում։ Իրենց կատարած գործունեության, չէ՞։ Մենք մեր փոքր միջավայրում է դժվար հարգանք վստահություն վայելել։ Մարդիկ երբեմն ժամանակին հարգված մարդիկ են ելնում, կորցնում են իրենց հեղինակությունը մի քայլից, մի ազգուշությունից։ Սամվել Կարապետյանը տարիների ընթացքում միայն սեր ու հարգանք հավայելում եւ հիմա էլ վերջին շրջանում դա սրընթաց զարգացում է, մարդը իրանք էլ են տեսնում, որ արդեն անառարկելի հեղինակություն է, օրենքի փոփոխությունը անսպասելի չէ դեռ։ Օրենքի փոփոխությունը իրենց հուսահատության դրսևորումն է, Վերջին որովհետեւ հենց դա կարելի է համարել օրենք Սամվել Կարապետյանի դեմ, որովհետեւ իրանք ընդունել են մի օրենք, որով արգելվում է, որ կուսակցական դաշինքը կրի անձնանուն։ Իսկ մինչև հիմիկվա ստեղծված հայտարարված դաշինքներից միայն մեկն է, որ անձնանուն ունի իր մեջ, Սամվել Կարապետյան, չէ՞, ուժը կոչվում էր Ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի հետ դաշինք։ Եվ իրենք ազգային ժողովի արտահերթ նիստ են, չեն սպասել հերթական նիստի։ Արտահերթ նիստ են հրավիրել, ազգային ժողովում ասում օրենքները պիտի ընդունվեն 3 ընթերցումներով։ Սրանք ընդունել են 2 ընթերցումով, 2 ընթերցումների արանքում ընդամենը 10 րոպե, արագ ընդունել են, տարել են, մենակ մի խմբակցությունով են ընդունել։ Մենակ ՔՊ-ն է մասնակցել։ Մենակ ՔՊ-ով են ՔՊ-ն ընտրության մասնակից։ Տալ են իրաց ՔՊ-ական նախագահը միանգամից ստորագրել, հրապարակ է, խառնվել են իրար։ Ասում են, թող Սամվել Կարապետյանի անունով դաշինք չկոչվի, այսինքն ինչի չկոչվի, ինչի եք վախենում։ Չէ, այսինքն եթե դու հուսահատ ես, մարդու անունից ինչի ես վախ։ Մինչև այդ Սամվել Կարապետյանի նկարների հետ էին, չէ՞ կռվում։ Նկարները կախում են քաղաքում տարբեր վայրերում, քաղաքապետարանը գնում, պոկում, բանցեն, տուգանքներ գրում, ասում մարդու նկար։ Նկարը չլինի, անունը չլինի, վախեցած։ Այդ ինչի՞ց է, ուրեմն նշանակում է հասկանում են, չէ՞, խոհապուշ չեն, իրենք հասկանում են ինչից են վախենում։ Այն մի հատ բան կա, չէ՞, արտահայտություն կա, ասում է ղամազությունը ինչ, ասում է վախենալու բանից չվախենալը։ Վախենալու բանից պիտի վախենաս։ Հիմա իրանք էլ ինչի են վախենում, որովհետև տեսնում են, որ Սամվել Կարապետյանի հեղինակությունը թափ է հավաքում։ Ու փորձում են ասենց բաներով, այն Կրիլովը մի հատ առակ ունի, չէ՞, ասում է փիղն ու մոսկան։ Փիղը իր սաուն ընթացքով, հանգիստ, անխռով գնում է, այս մոսկան ըստից հաչում գալիս է հաչում, ըստից հաչում գալիս է հաչում, կողքից էլ ասում են, ախի ինչ է քո արած, էլի, ասում է զաթի ես որ իր վրա հաչամ, մի վրա էլ ուշացու, առակի բանը էտա, չէ՞։ Ուշար, որովհետև տենում են ոչ մի բան չի կարանին, մա ոտը դնի վրա, կճլեխտրիկը դուրս կգա։ Հիմա սրանն է։ Էլ են կողքից անդադ ուժեղ տղաներ, ուժեղ մարդիկ, ուժեղ Հասկանալի է, դրված է իրենց լինել թե չլինելու հարցը։ Այո, այստեղ ոչ թե իրենց լինել չլինելը ոչ մեկին հետաքրքիր չի, ոչ մեկը իրենց գոյության դեմ չի պայքարում։ Մեր պայքարը մեր երկրի լինելույթյան համար է։ Փրկել մեր երկիրը, ոնց որ ես իմ ուղերձում եի ասել, այս այրոնոտ, կեղտոտ, մահաբեր ճիրաներից, որովհետև մենք փաստ ունենք, չէ։ Մարդը եկել է իշխում, մենք խաղաղ մեր Ախռով կյանքով ապրում ենք մեր երկրում, մեր դժվարությունները հաղթահարելով, մեր երկիրն ենք շենացնում, ընդ ապրում ենք։ Եկավ դրին, ավերին, ինչ պատերազմ դրին, նա եկել է 20 թվին հուլիսին Տավուշի պատերազմ։ Հիշում եք, չէ՞, ինչ կորուստներ ունեցանք, մարդկային կորուստներ ունեցանք, հետո 44 օրյա պատերազմ։ Հետո 21 թվին արդեն 44 օրյայից հետո ադրբեջանցիները հարձակվեցին Գեղարքունիք են շորժայողությամբ տարածքներ զավթեցին, հետո եկան Սևլիճը զավթեցին, հետո Իշխանասարը զավթեցին, հետո 22 թվին Ջերմուկի պատերազմ, հետո 23 թվին Արցախի շրջափակման մեջ Արցախի պատերազմ։ Լավ, ինչքան կարելի է մենք այտենց պատերազմների, կորուստներ, անդադ պատերազմ, պարտություն, կորուստներ, պատերազմ, պարտություն, վերջը մենք մի օր պիտի ասենք ստոպ։ Մի օր դա պիտի լինի, չէ՞։ Ասենք ստոպ, էլ չենք ուզում այս ողբերգությունը, կյանք ենք ուզում։ Ուզում ենք ապրել, այո, այդ չլինելու այս վիճակը, որ ինքը բերել է, այս մահը, այս ավիրատությունները, մի օր մենք պիտի ասենք ստոպ։ Եվ մենք փոփոխություն ենք ուզում։ Մենք նոր կյանք ենք ուզում։ Իսկ դա հնարավոր է։ Եվ ես տեսնում եմ, որ Սամվել Կարապետյանի հետ հնարավոր է, եւ իմ համեստ մասնակցությունը, այն ինչ որ ես ձեռք եմ բերել տարիների ընթացքում, հեղինակություն կլինի, գիտելիք կլինի, փորձառություն կլինի, ես ամբողջությամբ անշահախնդրորեն ներդրել եմ այդ ազնիվ ձեռնարկի, ազնիվ գաղափարի մեջ եւ հուսով եմ, որ դա մեզ կտանի լինելույթյան, այսինքն եթե ձեր հաղորդումը խորագրիրը ընտրել եք լինել թե չլինել,
Ապա ես կարծում եմ, որ այս դեպքում դրա պատասխանն է միանշանակ լինել։ Դա նաև Էդգար Ղազարյանի պատասխանն է։ Դա նաև իմ պատասխանն Դե իմ ավանդական հարցին դուք արդեն պատասխանեցիք։ Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել այսօրվա հանդիպման համար։ է։ Ես եմ շնորհակալ։ Գիտեք, Էդգար, միշտ հաճելի է խելացի գիտուն մարդու հետ զրուցելը, որտեղ դու լսում ես առողջ մտքեր։ Դու լսում ես այն խորհուրդները, այն կարծիքները, որը իհարկե տանում է դեպի լուսավոր։ Իսկ Փակ TV-ն դա փաստերի, անակնկալների եւ կարծիքների հերոստալիկ է։ Առավել եւս լինել թե չլինել հաղորդման ծրագրում դա շատ կարեւոր է։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում այդ կարևոր գործում։ Շնորհակալություն։ Շերի բարեկամներ, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էր Փակ TV տաղավարում։ Մնացեք լավատես, ցտեսություն։